Սիրելի ժողովուրդ, նախ ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորին եւ ասեմ, որ մենք այսօր բոլորս հպարտ ենք, որովհետեւ սա նշանակում է, որ օլիգարխների բեսպրեդելին կարելի է վերջ դնել։ Այսքան մարդ, եթե ուղղակի ինքնաբուխ ընդվզում է եւ դուրս է գալիս այս իշխանությունների դեմ բողոքելու, սրանով կարելի է միայն հպարտանալ։ Ինձ երեք լրատվական միջոցներից մեկը հարցրեց, երբ որ հարցնականի մոտ էինք, ասաց, դուք ինչ եք անելու ձեր գործընկերոջը պաշտպանելու համար, գործընկեր ասելով նկատի ուներ Ռուբեն Հայրապետյանին։ Հիմա ես ուզում եմ օգտագործեմ այս հնարավորությունը, ես պատասխանեցի այդ լրատվամիջոցին, բայց չգիտեմ դա գնացել է, եթե տպվել է։ Գնացել է, տեսել եք։ Ես ուզում եմ հրապարակավ ասել հետևյալը. Ռուբեն Հայրապետյանը մեր գործընկերը չի։ Չի կարող գործընկեր համարվել մի մարդ, որը ընտրակեղծիքներով սղոսկել է խորհրդարան։ Չի կարող գործընկեր համարվել մի մարդ, որը այս իշխանությունների գործիքն է բռնությունների եւ ընտրակեղծիքների կազմակերպման համար։ Ես գործընկեր համարում եմ մենակ այն ժողովրդական պատգամավորներին, որոնք ընտրված են զուլալ ժողովրդի ձայնով։ Ռուբեն Հայրապետյանը գործընկեր չի, նա ընտրված չի, նա այս իշխանությունների բութ գործիքն է եւ ամենակարևոր բանը, որ մենք պետք է հասկանանք, ինչու է Ռուբեն Հայրապետյանը եւ նման մարդիկ ինչ են անպատիժ մնում։ Միջև ես չհասկանանք, չենք հասկանա, այս պայքարը ուր պիտի տանենք։ Ուրեմն իմացեք, Ռուբեն Հայրապետյանը մնում է անպատիժ մի պարզ պատճառով։ Ինչա Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ ինքը կորցնում է, ասենք, իր պրեստիժը հենց նույն բանակի հրամանատարության շարքերում, որ նրանք բոլորը գոնե հոգու խորքում հայհոյում են իրեն, չի հասկանում, շատ լավ հասկանում է, բայց ինչի չի կարողանում պատժել Ռուբեն Հայրապետյանին։ Պարզ պատճառով, որտեղ իշխանությունը պահպանել է հենց նրա շնորհիվ։ Այդպեսի մարդկանց շնորհիվ է պահպանել։ Այսօր Հայաստանում մենք ունենք իշխանություն, որը հաշվետու է ոչ թե ժողովրդի առաջ, այլ Ռուբեն Հայրապետյանի, Լֆիկ Սամոյի նմանատիպ բոլոր օլիգարխների առաջ։ Եվ ծառայելու է նրանց շահերին։ Ուրեմն եկեք սա հասկանանք եւ ամեն ինչ անենք, որ մեր պայքարը գնա ճիշտ ուղղությամբ, իսկ ճիշտ ուղղությունը մեկն է՝ վերջ տալ Սերժ Սարգսյանի ղեկավարած այս հանցագործ ռեժիմին։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, շարունակենք մեր ակցիան։ Happy Hour, Happy Hour, Happy Hour.